Մեր լավագույն դերասանուհիներից Գալա Նովենցի մավամբոթը ցնցել է շատ-շատերին։ Նա 1 ամիս պառկած էր հիվանդանոցում, որտեղ եւ 3 վախճանվեց 75-ամյա հասակում։ Մինչ այդ սակայն դեռ հունիսին Գալա Նովենցը փաստորեն խաղաց իր վերջին դերը՝ տարօրինակ Միսիս Սևիջը բեմադրության մեջ, իսկ առհասարակ վերջին 5 տասնամյակներում կամ մի փոքր ավելի սկսած 1958 թվականից նա հայկական թատրոնի բեմում եւ հայ կինոյում 5 տասնյակից ավել դերեր է կերտել, կանացի հրաշալի խորը կերպարներ, որոնք կարող են հիացնել ցանկացած մարդու անկախ տարիքից ու ազգությունից։ Եվ թերևս պատահական չէ, որ այն ֆիլմերը, որտեղ նկարահանվել է Գալա Նովենցը, մինչև օրս էլ դիտվում են մեծագույն հաճույքով։ Բարև ես եմ, Հին օրերի տանգոն, Նահապետ, Կտոր երկինքի քորը, Սպիտակ անուրջներ եւ շատ ուրիշ ֆիլմեր, որտեղ դերասանուհին հայ կնոջ անկրկնելի կերպարներ է ստեղծել, մեծ ճանաչում ու հռչակ բերեցին դերասանուհուն։ Գալա Նովենցը իսկապես ֆենոմենալ երևույթ էր ազգային կինեմատոգրաֆ։ Թող գերագնահատություն կամ չափազանցություն չդիտարկվի, բոլոր ժամանակների ազգային կինոյի ամենամեծ դերասանուհին Գալա Նովենցն էր։ Հավատարիմ իր ստեղծագործական թեմային, իր գեղարվեստական, գեղագիտական սկզբունքներին։ Նրա առաջատար թեման տառապած կնոջ իրավունքների պաշտպանության թեման էր։ Հարգենք կնոջ տառապանքը, հարգենք կնոջ ցավը։ Նա էկրան բերեց տառապանք, բերեց լուռ ցավի, լուռ տվայտանքների արտահայտությունը, հրաժարվելով ճչան տոներից, հրաժարվելով արտաքին էֆեկտիվ լուծումներից, հոգեբանական նուրբ խաղի, հոգեբանական գրիմի դերասանուհի, այսպես կարելի է բնութագրել Գալա Նովենցին։ Իմ ազիզ աղբեր։ Գյումրիում կայանալիք առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը հանրապետականի որոշումը կարող է լինել։ Մամուլում ենթադրություններ կան, որ իշխող կուսակցությունը քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու ազգային ժողովի падգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը։ Այն դեպքում, երբ գործող քաղաքապետ հանրապետական Վարդան Ղուկասյանը եւս օրենքով առաջադրվելու իրավունք ունի։ Սակայն Ղուկասյանը դեռևս չի հստակեցնում, ուզում է քաղաքապետի թեկնածու լինել թե ոչ։ Հիշեցնեմ, ղեկավար 1 պաշտոնից Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնի մասին է խոսքը։ Նա 2 օր առաջ հրաժարվեց, չկապելով դա առաջիկա ընտրությունների հետ։ Հանրապետական կուսակցությունը, որպես դասական քաղաքական ուժ, երբեք չի առաջնորդվում խոսակցություններով կամ ենթադրություններով։ Մենք միշտ բոլոր քաղաքական որոշումները իրականացնում ենք ժամանակի եւ օրենքով սահմանված կարգով։ Եվ պետք է դանդաղ շտապել։ Եվ երբ որ գա ժամանակը, դուք իմանաք կուսակցության դիրքորոշումը, պաշտոնական։ Որևէ գաղտնիքի խնդիր չկա, պարզապես չի քննարկվել։ Պարոն Ղուկասյանի որդին Սպարտակը սպառնացել էր Սամվել Բալասանյանին, մեկ այլ թեկնածուի, որը հայտարարել է, թե իր քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրելու է, սպառնացել էր եւ ասել էր, որ չեք մարսելու, այսինքն նրա այդ խոսքերից ակնհայտ է դառնում, որ իրենք ինչ-որ բանի մասին տեղյակ են, որ հանրապետականը հաստատ չի սատարելու Վարդան Ղուկասյանին եւ սատարել է պարոն Բալասանյանին եւ դա է պատճառը, նրա վրդովմունքի պատճառը։ Նոր ես տեղեկացա, որ Վարդան Ղուկասյանի խոսնակը հերքել է նման տեղի ունեցել, երկրորդը անկախ նրանից ով է օրենք խախտում, պետք է պատժում։ Եվ այդ իմաստով նախագահ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի վերջին նիստի ժամանակ շատ հստակ, դիպուկ եւ անուշական գնահատական տվեց։
Բարգավաճ Հայաստան խմբակցությունը չի միանում իրավապահ ու քննչական մարմիններին հարսնակարի գործով հարցաշար ուղարկելու ազգային ժողովի աշխատանքային խմբի նախաձեռնությանը։ Աշխատանքային խումբը, որտեղ ոչ կոալիցիոն Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչներից բացի ընդգրկվել էր նաեւ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչը, այսօր արդեն ավարտել էր աշխատանքը հարցաշարի վրա եւ հարցաշարը արժանացել էր Կոնգրեսի, Դաշնակցության եւ Ժառանգության հավանությանը։ Սակայն ԲՀԿ-ն որոշել է չմիանալ որևէ նախաձեռնության, որի տակ կլինի Ժառանգություն խմբակցության որևէ ներկայացուցիչի ստորագրություն։ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեծ զրույցում շեշտեց, որ դա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են հարսնակարի գործով հարցաշարից։ Մենք պատրաստ ենք առանձին հարցաշար ուղարկել քննչական խմբին, պատրաստ ենք Դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրեսի հետ քննարկել հարցաշար ուղարկելու հարցը։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է բացառությամբ մի տարբերակի, այն է ստորագրել մի նախաձեռնության տակ, որի տակ կլինի Ժառանգություն խմբակցության падգամավորներից որևէ մեկի ստորագրությունը, ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։ Խորհրդարանական Բարգավաճ Հայաստան եւ Ժառանգություն խմբակցությունների հարաբերությունները լարված են հարսնակարի միջադեպի առնչությամբ։ Հուլիսի կեսերին խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության ձախողումից հետո, երբ չհավաքվեցին անհրաժեշտ քանակի ստորագրություններ, երկու խմբակցությունների ներկայացուցիչները հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով։ Ազգային ժողովի աշխատանքային խմբի անդամ ընդդիմադիր կոնգրեսի խմբակցության падգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մեզ փոխանցեց, որ հարցաշարը կարող են քննչական մարմիններին ուղարկել նաև առանց Բարգավաճ Հայաստանի հավանության։ Օրենքի առաջ հավասարության սկզբունքը բացարձակ չի գործում մեր երկրում, նաև մտավախությունն այն է, որ հնարավոր է ինչ-որ մարդիկ խուսափեն այդ գործով քրեական պատասխանատվությունից, այսպես ասենք քավության նոխած դարձնեն ինչ-որ սլաքավարների։ 2010 թվականին ընդունվեց բարձրագույն կրթության մասին եւ կրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, ըստ որի մասնավոր բուհերը եւս պետք է ընդունելության քննությունները կազմակերպեն միասնական համակարգով։ Այս տարի մասնավոր բուհերի դիմորդների թիվը նվազել է 80-ից 90%-ով։ Նախարար Արմեն Աշոտյանը բազմիցս նշել է, որ որոշման շնորհիվ մասնավոր եւ պետական համալսարանների համար ստեղծվել է միասնական հավասար դաշտ, մինչդեռ Գլաձոր համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը կարծում է, որ այս որոշումը մեկ այլ նպատակ ունի։ Նպատակը մեկն է, անել ամեն ինչ, որ մասնավոր բուհական համակարգը որոշակի նորմալ ընդունելություն չկարողանա կատարել եւ ինքը իրեն մարի, որովհետեւ եթե բուհում ուսանող չկա, ուրեմն չկա մնացած ամեն ինչ։ Բուհը նախորդ տարիների 300-ի փոխարեն այժմ ունի 30 դիմորդ։ 22 տարվա բուհը, որի շրջանավարտներից ոմանք նախարարներ, դատավորներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են այսօր, մի քանի տարի հետո հնարավոր է փակվի, ասում է Ջհանգիրյանն ու ավելացնում, որ բուհերին միասնական դաշտ բերելուց առաջ պետք է իսկապես ստեղծվեին հավասար պայմաններ, ինչը կառավարությունը չի ապահովել։ Մեզ տարել են այդ միասնական քննությանը, բայց մեզ չտալով այն լիազորությունները, որոնք պետք է մեզ հավասարեցնել պետական բուհերի հետ։ Պետական բուհերին տրվում է պետպատվեր, պետական բուհերը ստանում են պետական ֆինանսավորում, պետական բուհերին տրվում է տարկետման իրավունք, դրանցից եւ ոչ մեկից կոնկրետ ընդունեն Գլաձոր համալսարան չի օգտվում։ Ինչպես Ջհանգիրյանն, այնպես էլ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը կարծում է, որ խախտվել են իրենց իրավունքները, նման որոշում չպետք է կայացվեր։ Համալսարանը նախկին 600-700-ի փոխարեն ունի 120 դիմորդ։ Ես ավելի շատ մտահոգ եմ նրա համար, որ միասնականը իր հավասար պայմաններում չի անցել։ Բոլորը կազմակերպվել են պետական բուհերում, կազմակերպվել է պետական բուհերի դասախոսների միջոցով, հայտարարությունները նույնպես ուրեմն անհավասար իրադրությամբ են ներկայացվել։ Հյուսիսային համալսարանի ռեկտորը սակայն հուսով է, որ շուտով կառավարությունն այս որոշումը կվերանայի, քանի որ փոքր բուհերի կողքին, որոնք ունեն ընդամենը 100-ից 150 ուսանող, կտուժեն նաև խոշորները։ 100% համոզված է, որ առաջիկայում կփոխվի, եւ մյուս կողմից էլ իրենցից ինչ-որ մի բան ներկայացնող բուհերը, այսպես թե այնպես
ճանապարհն դժվարությունները հաղթահարելու։ Գլաջոր համալսարանի ռեկտորը սակայն նշում է, որ շուտով իրենք ի վիճակի չեն լինի վճարելու շուրջ 120 հոգուց բաղկացած աշխատակազմի աշխատավարձը, իսկ այն, որ նախարարությունում ասում են, թե բուհերը դիմորդներ ներգրավելու համար պետք է իջեցնեն վարձավճարների գները, գովազդեն իրենց կրթությունը, Ջհանգիրյանն անիմաստ է համարում։ Արնաշուկյանը ինքը ամենամեծ ռեկլամն է, երբ ինքը երկու անգամ հեռուստատեսությամբ ելույթ է ունենում եւ ասում է մասնավոր բուհերը փակում ենք, այդ քեզ ռեկլամ։ Մնացած ցանկացած ռեկլամ նման ռեկլամի մոտ անիմաստ է։ Թենիսը Հայաստանում չի զարգանում։ Այսօր այդ մասին փաստում են մարդիկ, ովքեր կյանքի մեծ մասը նվիրել են այս սպորտաձևին։ Թենիսիստներն ասում են, որ սպորտին հատկացված ամբողջ գումարը հիմնականում բաշխվում է ուժային սպորտաձևերի վրա։ Վահրամ Սարիգուլյանը կամ ինչպես թենիսիստ երեխաներն են նրան կոչում, ընկեր Վահրամը 50 տարի է ապրում է թենիսով, միայն 40 տարի դասավանդում է։ Պետություն գոյություն չունի թենիսի համար, գուցե մեկ այլ սպորտաձևերի համար ինչ-որ կոպեկներ հատկացնում են, բայց կոնկրետ ես չեմ հիշում, թե վերջին անգամ Հայաստանի առաջնությունը երբ են անցկացրել։ Մինչդեռ խորհրդային տարիներին այս սպորտը բավական զարգացած էր, թեպետ այն ժամանակ էլ այն համարվում էր թանկարժեք։ Օրինակ, գրեթե չի հիշատակվում այն մասին, որ Հայաստանի աղջիկների թենիսի հավաքականը 2 անգամ եղել է Սովետական միության թենիսի գավաթի հաղթող։ Մենք մենակ գիտենք Արաբ 73, թենիսի մասին ոչ ոք չիմանում։ Հիմա մեր պատանի թենիսիստները անգամ նրանք, ում ծնողները գումարներ են ներդնում թենիս պարապելու վրա, հազվադեպ են մրցումների մեկնում։ Ես ունեմ արշակը, որ մեկ երկու անգամ է ֆեդերացիայի հաշվի գնացել մրցումների, իսկ մնացած մրցումները ինքը պարտադիր իր հաշվին է գնում։ Ռոբերտ Ջանիբեկյանն էլ 30 տարի է, որ այս ոլորտում է ու ցավում է, որ աստիճանաբար վիճակն ավելի ու ավելի է վատթարանում։ Դա էր պատճառը, որ առաջացավ մտահղացում ստեղծել թենիսի աջակցման հայկական հիմնադրամ։ Մեր նպատակներից մեկը նաև մասսականացնել թենիսը, թե սիրողական, թե երեխաների շրջանակները։ Նաև աջակցել այն առավել լավագույն արդյունք ունեցող երեխաներին, ինչ որտեղ մեր հնարավորության չափով։ Ինչ վերաբերում է սիրողական թենիսին, ապա այն շատ ավելի պոպուլյար է դարձել, սակայն երբ կորտերը տրամադրվում են թենիսի սիրահարներին գումարի դիմաց, իսկ մարզիկները մնում են առանց խաղադաշտի, սա արդեն սպորտը բիզնեսի վերածել չի նշանակում արդյոք։ Ինչու բիզնես չլինի, թող բիզնեսը լինի, նաև բիզնեսը դրվի հենց թենիսի վրա, լավ երեխաների վրա դրվի։ Մի խնդիր էլ, որ մատնանշեցին թենիսի հետևորդներն, այն է, որ մեր երկրում թենիսի զարգացմանն ուղղված աշխատանքները նպատակային չեն։ Մասնավորապես, ինչպես նշեց թենիսի աջակցման հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Ռոբերտ Ջանիբեկյանն, անգամ Ուզբեկստանի հետ համեմատականներ տանելիս նկատելի է, որ բյուջեն, ռեսուրսներն այդ երկրում ավելի ճիշտ են կառավարվում։ Մարդիկ կարողանում են նաև մասնագետներ հրավիրել դրսից։ Մեր երեխաները կարող են շատ լավ մասնակցել, ես նրանց ձգտենք, իսկ ձգտելու համար պետք է գիտելիք եւ գումարներ։ Երկուսն էլ այսօր բացակայում են մեր հանրապետությունում։ Ծաղկի տոնը Վանաձորում առաջին անգամ սկսվեց մեծ շքերթով։ Տարիներ առաջ, երբ քաղաքի գործարանները գործում էին, ծաղկի տոնը բոլորովին այլ բնույթ ուներ, ասում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը։ Մեծ զրույցում նա նշեց, որ հիմնարկ ձեռնարկություններ հիմա չկան, մասնակցում են նախադպրոցական հաստատությունները։ Մինչդեռ այն ժամանակ հարյուրավոր գործարաններ, որոնք մասնակցում էին տոնակատարությանը, տոնին ավելի մեծ շուք էին տալիս։ Չնայած դրան, նախակրթարաններն այսօր ամեն ինչ անում են իրենց տարածքները բարեկեցիկ դարձնելու համար։ Տարի այս տոնին երեխաները շատ մեծ խանդավառությամբ են մասնակցում, շատ գեղեցիկ տոն է եւ սիրով են նաեւ մասնակցում ծնողները, ոչ միայն երեխաները, նաեւ ծնողները եւ մեծ բավականությամբ վերադառնում են ինչ ասել։ 2000 թվականից կրկին վերագտավ իրեն Վանաձորցիները ուրախությամբ են նշում այն փաստը, որ տոնը 12 տարի անց կրկին վերականգնվեց։ Տոնը խորհրդանշում է կյանքը, խորհրդանշում է ծնունդը։ Համեմատում եմ ես երեխայի հետ, ծնվեց, գեղեցկացավ, մեծացավ, մեծ խորհուրդ ունի
Համախմբում է ժողովրդին, երեխաներին, միասնական են լինում, համերաշխություններ, գեղեցկություններ, գեղեցիկ ընկալելու ունակություն են մարդիկ զգում։ Ծառաչել են իստորի նշել, բայց եղել այլի ոգևորություն եղել, բայց ոչ զարգացած։ Բայց որ հիմի ավելի է զարգացած, ավելի է ժողովուրդը նվիրված է այս տոնը։ Այն ժամանակ տոնում էին առանձին ամենագեղեցիկ բակը, ամենագեղեցիկ պատշգամբը, անհատ մարդկանց, օրինակ մենք էլ ունենք ստացած գիրք հատուկ ծաղկիտոնին ակտիվ մասնակցության համար։ Հիմա տենց գեղեցիկ ծաղիկները չան չտեսա, չգիտեմ։ Բառնի չի կարա բալային տեսնելու ծաղիկները բաժանալ, վերբուր կգան ծաղիկներով երեխաներն են խաղում, դա ամենագեղեցիկն է։ Մեկամյա Ռաֆին ապրում է Ֆրանսիայում, 6 տարեկանից սովորել է Վիարմ քաղաքի երաժշտական դպրոցում։ Նվագել սովորել է ինքնուրույն, մեծ դեր է ունեցել իրենց տան դաշնամուրը։ Պիանո ունեի դունես, 6 տարեկան էի, մեկ հատ կինո դեսա, Back to the Future, կինոյի մեջ առաջին ռոլը Մարտի, Ջոն Միգուն նվագեց, rock and roll, և կացի YouTube-ի մեջ, կդա Ջոն Միգուն, սկսա փորձեմ նվագելու և մեկ օրվա մեջ գրցա երգել և նվագել։ Ռաֆին հայտնի է որպես The Blues King Blues երեխա։ Ֆրանսիայում նրան ճանաչեցին հեռուստատեսային շոուի շնորհիվ, որին նա մասնակցում էր ընտանիքի հետ։ Ռաֆին չի հաղթել, սակայն նրան ճանաչել և սիրել են Ֆրանսիայում։ Շատ գսիրեմ ժողովրդի նվագել, որովհետև հաջող գուտամ, փեմը գուգրագեմ, լավ rock and roll գնվագեմ։ Ռաֆին իր երաժշտական բացառիկ ունակությունների շնորհիվ առանց ընդունելության քննությունների ընդունվել է Սերժի Պոնտեզեայի կոնսերվատորիա։ Շատ կարևոր է կլասիկ մյուզիկը, որովհետև ինձ գսորվություն է ինդոր նվագենք պիանոն տեխնիկա է, և արդեն մեկ դարի գնեմ, որ կոնսերվատորում կլասիկ մյուզիկ գսոր։ Ռաֆին հայտնի է ջազ, բլյուզ ոճերում, հայտնի կատարողների ստեղծագործությունների յուրահատուկ մատուցմամբ։ Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, նվագել է հայտնի խմբերի հետ, ունեցել է տասնյակ համերգներ Եվրոպայում։ Հայաստանում Ռաֆին արդեն 4 անգամ ելույթ է ունեցել, առաջինը Պատրիկ Ֆիորիի երևանյան համերգի ժամանակ և 4-ը հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային օրերի շրջանակներում։ Շատ գսիրեմ rock and roll blues և rhythm and blues, որովհետև այս մյուզիկը մեկ պատմություն ունի և այս մյուզիկը շատ գուզենք, որ այս մյուզիկը գորսենք, շատ գուզենք բարել, շատ ռիթմ ունի։ Ու որ երաժշտին ես ավելի շատ սիրում։ Շատ ունիմ, բայց ավելի շատ գսիմ Elvis Presley-ին, որովհետև Elvis Presley-ին
առաջինն էր rock and roll նվագել բենին վրա, բարել եւ երգել։ Այս տարի թողարկվել է նաև Ռաֆիի առաջին ձայնասկավառակը, նկարահանվելու է նաև տեսահոլովակ։ Ռաֆին պատմում է, որ ինքը իրականացրել է իր պապիկի երազանքը։ Ուրեմն բաբիկս աղքատ էր եւ պիանո շատ բուզեր նվագել։ Մերա 2000 թիվն եւ այս 2001-ին թիվը ձնեցա եւ գցա նվագել պիանո ասանք։ Ռաֆիի պրոդյուսինգով Հայաստանում եւ Ֆրանսիայում զբաղվում է հայ-ֆրանսիական Mod Events-ը, որի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմինուհի Հարությունյանը նշեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում մանկական նոր ալիք մրցույթին մասնակցելու շուրջ։ Ռաֆիի ձայնային տվյալները շատ լավն են, սակայն այն տարիքում է, որ մենք չենք ուզում իր ձայնի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունենանք, որովհետև երեխայի ձայնը խնայել է պետք այս փուլում, իսկ Եվրատեսիլում ըստ կանոնների պիտի երգի երեխան, այս պահին չեմ կարծում, որ մենք Եվրատեսիլին պատրաստ ենք, իհարկե մենք պիտի փորձենք երեխային դուրս բերել նորալիք, նովեղալնա, խոսում ենք, բանակցում ենք, չգիտենք ինչպես կլինի, ոնց կստացվի, ամեն դեպքում մեր ծրագրերում կան։ Արմենուհի Հարությունյանը նշում է, Ռաֆին ոչ հայտնի երաժշտի թոռ է, ոչ հայտնի երաժշտական ընտանիքի երեխա, պարզապես տաղանդավոր երեխա է, ով ունի երաժշտական լավ ունակություններ։ Մշակվում է ծրագիր, որով The Blues Kid-ը բլյուզ երեխան կներկայացնի Հայաստանը Վրաստանում, Ռուսաստանում եւ շատ այլ երկրներում։